Նախորդ հարցու պատասխաններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չգիտի մի գյուղ, որտեղ այնպիսի պոզիտիվ փոփոխություններ չեն իրականացրել, որ շատ մեծ փոփոխություն է ստեղծվել տվյալ համայնքում։ Առնվազն մի գյուղ ձեզ նշեմ, որտեղ աննախադեպ իրողություն է ստեղծվել ձեր իշխանության օրոք, որտեղ ադրբեջանցիներն օկուպացրել են գերեզմանոցներ, որտեղ ադրբեջանցիները նստած են ջրի աղբյուրների վրա, եւ այդ գյուղը կապանում է, ներքին հանդում է, վստահ եմ, որ գիտեք։ Բայց իմ հարցը այլ բանի մասին է։ Վերջին ամիսների քաղաքական հիմնական մեյնսթրիմը եկեղեցու դեմ իրականացվող արշավն է, որը դուք ճակերտների մեջ անվանենք, ինչ եք անվանում, նորոգում թե մաքրում։ Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հանդիպել եք եպիսկոպոսների, թե ինչ պարագայում կամ ինչ կոմպրոմատների կամ ինչ բանակցությունների բերումով են այդ եպիսկոպոսները հայտնվել ձեր կառավարության համապատասխան սենյակներում, միայն դուք գիտեք եւ հավանաբար այդ մարդիկ։ Բայց այդ եպիսկոպոսների մեջ կային մարդիկ կամ կար մարդ, ում դիմաց դուք նստած էիք, որի մասին ես կարծիք չեմ հայտնում, բայց ուզում եմ դուք լսեք մի մարդու կարծիք, որին ճանաչում եք։ Հայտարարությունը ասել է այնտեղ, որ հայ առաքելական եկեղեցու արարածան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրի ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցու էությանը։ Չհասկացա, հոգեվորականը Բենթլի ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար է։ Հասկանում եք, իմ կարծիքը չի, դուք ասում եք այդ մարդը դեմ է քրիստոնեական արժեքներին, հայ առաքելական եկեղեցուությանը, հոգևորականը Բենթլի ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք, ես անկեղծ ասած չգիտեմ ում եք խելագար համարում, բայց այդ մարդու հետ դուք բանակցում եք եկեղեցու նորոգման շուրջ։ Եթե կարճ ձևակերպեմ, արդյոք եկեղեցին դուք պատրաստվում եք նորոգել մարդկանցով, ում դուք կարծում եք հոգևոր արժեքներից հեռու են, եկեղեցու էությունից հեռու են, լավ ավելի կարճ, ներս, ինչ էր, նավասարդ կճոյաններով եք պատրաստվում եկեղեցի նորոգել։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իրեն պարոն վարչապետ, Տիկին Գրիգորյանը ասեց ներքին հանդ, ես վերջերս ներքին հանդում էի, մարդիկ փողոց դուրս էին եկել փողոց, կարճ մնացի եւ խնդրում եմ ձեզ փոխանցել, որ շնորհակալ են ամեն ինչի համար, ինչ արել եք, ինչ էս կառավարությունը տանիքները նորոգվել են, ջրի հարցը լուծվել է, ու դրա տեսանյութը կա, կարող եմ ուղարկել Տիկին Գրիգորյանը նայի, հետո հաջորդ հարցի ժամանակ դա էլ կմեջք։ Այդքան որ մտածում եք ներքին հանդի մասին, բա ինչի տանիք չկար, ինչի խմելու ջուր չկար ներքին հանդում։ Ես գնացել եմ Ճակատեն գյուղ, դուք ստեղծույց եք անում բանի համար, Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների համար, ես կարծեմ մայիսներ թե հունիսներ, կամ չգիտեմ վերջ այդ շրջանում, գնացել եմ Ճակատեն, Շիկահող, մարդիկ ասում են մեր մոտ երբ է այդ նույնը տեղի ունենալու, այն որ Կիրանցում տեղի ունենալու, երբ է տեղի ունենալու, սա ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես որևէ կապ չունեք հանրության հետ, նրան հուզող, մարդկանց հուզող խնդիրների հետ որևէ կապ չունեք։ Էս է ճշմարտություն, ինչ վերաբերում է ձեր նշածին, հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Բայց հիմա էլ եմ ասում, բա մարդը Բենթլի ունենա, Մերսեդես Բենց ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագար եք, չի կարող լինի տենց բան, չի լինելու։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը եւ իրանց նման այլ ապահոգեվոր մարդիկ, ովքեր ըստ էության կալանքի տակ են պահում մայրաթոռը։ Մենք Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ Կտրիչ Ներսյանն է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Բա քրիստոնեության
կարևոր առանձնահատկություն ինքնահայեցումն է։ Բայց ասում եմ, հա, բրիֆինգում էլ ասացի։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ մեղքերիս համար թողություն եմ խնդրում։ Այդ ձեր նույն նշած եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որտեղ ասում են մեր մեղքն էլ ենք ընդունում բանի ընդունված իրավիճակի վերաբերյալ։ Մենք ես էլ իմ մեղքն եմ ընդունում, բոլորս մեր մեղքն ենք։ Դա է քրիստոնեությունը։ Եվ ոչ թե հոխորտալը, եւ ոչ թե կեղծիքներ անելը, եւ ոչ թե բաների վրա քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ որ բան անելը։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիչ Ներսյանի ու իր աղբորը վրա է։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Որ կոմպրոմատով գործը Կտրիչ Ներսյանի եղբայրը ասում եմ ԿԳԲ-ի գործակալ է։ Դրանից ավելի մեծ բան կոմպրոմատ ուզում եք։ Ինչ ավելի մեծ կոմպրոմատ կարա լինի որևէ հոգևորականի նկատմամբ։ Կտրիչ Ներսյանը միջև այսօր ինչ կոմպրոմատ։ Միջև այսօր չի ասել վերջին քաղցիկ ունի թե չունի։ Եթե ունի, այդ համատեղելի է իր կարգավիճակի հետ, թե համատեղելի չի։ Հայաստանյան Առաքելական եկեղեցու դեմ դուք եք պայքար մղում։ Բա այդ եպիսկոպոսները հայաստանյան Առաքելական եկեղեցի չեն։ Բա այդ ինչ ձև եք խոսում, այդ ինչ ոճաբանությամբ եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում։ Ալիչում լրություն։ Շնորհակալություն։